Նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կրկին կոալիցիա կազմեն։ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը ԲՀԿ-ում չեն շտապում մեկնաբանել։ Յուրաքանչյուր անհատի քաղաքական գործչի կամ, չգիտեմ, անձնական թե պաշտոնական դիրքորոշումներին վերաբերում եմ հանգիստ, արդեն իսկ, որովհետեւ բազմիցս առիթներ ունեցա ներկայացնելու մեր տեսակետը այդ հարցի շուրջ։ Օրակարգային չէ այն մեզ համար, մենք չենք տեսնում նույնիսկ դրդապատճառներ, որոնք կարող էին մեզ ուղղել դեպի այդ հարցի քննարկումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ չէ մեկնաբանել նաև փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունները, որին չմասնակցեց սեփական տեխնացուով։ Այս պայդրությամբ մենք որևէ մեկնաբանությամբ հանդես չենք գալիս։ Իսկ երբ է պատրաստվում ԲՀԿ նախագահը իր գնահատականը տալ 3 տեղի ունեցած ընտրություններին։ Ինչ իմանամ, ես ընդհանրապես մատուցում եմ ձեզ այն, ինչ ինձ կուսակցությունը հանձնարարում է տեղեկատվության տեսքով։ Իդեպ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել նախագահական ընտրություններին։ Պատճառների մասին կուսակցության խոսնակը ոչինչ չասաց, փոխարենը տեղեկացրեց, որ ինքն էլ չի կատարել իր քաղաքացիական պարտքը։ Ես պարզապես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել տեղամաս այցելելու։ Լուսինե Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։